Բարև ձեզ Լուր Պլյուսի սիրելի հետևորդներ, այսօր մեր հանրության օրակարգում մի հարց է հասունացել։ Արդյոք հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին եւ Հայաստանի Հանրապետության իշխանությունը կանգնած են բացահայտ բախման շեմին։ Արդյոք այն, ինչ տեսնում ենք այսօր, փոխադարձ մեղադրանքները, քաղաքական դաշտում հոգեվորականների ակտիվացումը եւ իշխանության կոշտ արձագանքը աննախադեպ է։ Այսօր խոսելու ենք հենց այդ մասին եւ հավատացեք, բավական հետաքրքիր մանրամասներ կան։ Բայց մինչ այդ դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ եթե բաժանորդագրվեք, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Հիմա շարունակենք։ Շատերին թվում է, թե այո, այսօր մեր տեսած եկեղեցի պետություն դիմակայությունն աննախադեպ է։ Չէ՞ որ մեր պատմական հիշողության մեջ պետությունն ու եկեղեցին միշտ եղել են մեկ ամբողջականություն, որպես ազգային ինքնության երկու հենասյուները։ Սակայն պատմությունը, եթե այն անաչառ չեմ ասում, ուսումնասիրենք, գոնե դիտարկենք, շատ ավելի բարդ ու բազմաշերտ իրականություն է բացահայտում։ Աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների միջև մրցակցությունն ու հակասությունները եղել են մեր պատմության գրեթե բոլոր շրջափուլերում։ Եկեք միասին թերթենք մեր պատմության էջերը։ Առաջին եւ թերևս ամենադրամատիկ օրինակը 4-րդ դարից է, Արշակունիների թագավորության շրջանից։ Խոսքը Պապ թագավորի եւ Ներսես մեծ կաթողիկոսի հակամարտության մասին է։ Դիմակայությունը հասավ այնպիսի կետի, որ ըստ մեր պատմիչների 373 թվականին Պապ թագավորի հրամանով Ներսես կաթողիկոսին թունավորեցին խնջույքի ժամանակ։ Ասում են, ամենայն դեպս պատմիչները այդ մասին են գրել։ Շրջենք էջը եւ տեղափոխվենք Բագրատունիների Հայաստան։ Այստեղ եւս մենք ականատես ենք լինում հակասությունների, թեև այլ բնույթի։ Աշոտ II Երկաթ թագավորի եւ Հովանես Դրասխանակերտի կաթողիկոսի միջև տարաձայնությունները ծագեցին արաբական արշավանքների դեմ պայքարի բարդագույն ժամանակահատվածում։ Սա ոչ թե իշխանական պայքար էր, այլ երկրի փրկության տարբեր ռազմավարությունների բախում։ Սակայն Բագրատունյաց թագավորության մայրամուտին հոգևոր առաջնորդի դիրքորոշումը ճակատագրական դարձավ։ Պետրոս Գետադարձ կաթողիկոսը վարում էր բացահայտ բյուզանդամետ քաղաքականություն։ Նա ոչ միայն աջակցեց Հովանես Սմբատ թագավորի կողմից ստորագրված կտակին, որով անին թագավորի մահից հետո պետք է անցներ Բյուզանդիային, այլև 1045 թվականին օգտվելով Գագիկ II թագավորի բացակայությունից համախոհների հետ Անիի բանալիները հանձնեց բյուզանդացիներին։ Սա մեր պատմության մեջ գնահատվում է որպես ազգային դավաճանության ակտ, որտեղ հոգևոր առաջնորդը գործեց ուղղակիորեն ի վնաս պետականության։ Գուցե նաև ազգի։ Նույնիսկ Կիլիկյան Հայաստանում, որտեղ եվրոպական ազդեցությունը մեծ էր, թագավորի եւ եկեղեցու հարաբերությունները միշտ չէ որ հարթ են եղել։ Լևոն II մեծագործ թագավորը ձգտելով թագ ստանալ արևմուտքից, բանակցում էր Հռոմի պապի հետ։ Պայմաններից մեկը Հռոմի եկեղեցական գերիշխանության ճանաչումն ու որոշ դավանաբանական զիջումների գնալն էր։ Այս քաղաքականությունը հանդիպեց հայ հոգևորականության մի զգալի հատվածի, հատկապես արևելյան վարդապետների կոշտ դիմադրությանը։ Իր նպատակներին հասնելու համար Լևոն թագավորը, դեռ չթագադրված թագավորը, ստիպված էր միջամտել կաթողիկոսների ընտրությանը իրեն հավատարիմ գործիչներին առաջ մղելով, ինչը լարվածություն էր ստեղծում եկեղեցու ներսում։ Այս օրինակները ցույց են տալիս, որ պետության եւ եկեղեցու միջև մրցակցությունն ու պայքարը բնականon երևույթ են եղել պայմանավորված աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունների շահերի բախմամբ։ Պետականության կորստից հետո եկեղեցին այլևս մրցակից չունենալով ստանձնեց ազգապահպանության գործառույթը եւ, ասենք, ազնվորեն պատվով կատարեց այն։ Հայաստանի առաջին հանրապետության ժամանակ եկեղեցի պետություն բացահայտ պայքար կարծես չեղավ, բայց ենթագիտակցության մեջ այդ պայքարը կար։ Մի դրվագ հիշեցնեմ։ Շատերս գիտենք, բայց մի փոքր այլ տեսանկյունից փորձենք այն գնահատել։ Պետությունից նեղացած Անդրանիկը ում հանձնեց իր զենքերը Հայաստանից դուրս գալուց առաջ։ Վստահ եմ հիշեցիք, կամ առնվազն գուշակեցիք, իհարկե կաթողիկոսին, կարծես շեշտելով, որ նրան ավելի բարձր ու կարևոր է համարում, քան աշխարհիկ իշխանությանը։ Խորհրդային աթեիստական 70 տարիներին եկեղեցին ենթարկվեց հալածանքների եւ նրա դերը հասցվեց նվազագույնի։ Հայաստանի երրորդ հանրապետության հռչակմամբ թվում էր, թե սկսվում է համերաշխության նոր դարաշրջան, սակայն հենց 1990-ականներին դրվեցին ներկայիս հակասությունների հիմքերը։ Ծագեց մի նոր մրցակցություն ամենայն հայոց լինելու հավակնությունների շուրջ։
եւ պետության ղեկավարը լինի դա նախագահ թե վարչապետ եւ ամենայն հայոց կաթողիկոսը իրենց համարում էին ողջ հայության առաջնորդ։ Այս երկակիությունը ստեղծում էր պայքարի լրացուցիչ դաշտ։ Տարիներ շարունակ այս լարվածությունը կառավարվում էր մի չգրված օրենքով։ Աշխարհիկ իշխանությունը թելադրողն էր, սակայն հոգ էր տանում, որ հոգևոր դասը ոչնչի կարիք չունենա, այսպիսով պահպանելով թեկուզ փխրուն, բայց հավասարակշռված վիճակ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալով այս հավասարակշռությունը խախտվեց։ Նախ փոխադարձ անվստահություն կար, խորը ու ինչպես ցույց տվեց ժամանակը անանց։ Բայց դրան դեռ կարելի էր դիմանալ ու դիմացան։ Բնական է եկեղեցին, եթե չի աշխատել, ապա հաստատ դեմ էլ չի եղել, որ Հայաստանի ղեկին այլ անձնավորություն լինի։ Ավելի վստահելի, ում գալուց հետո եկեղեցին հաստատ ավելի շահեկան դիրքերում կլիներ ու ավելի ազատ, քան կա ոչ միայն Փաշինյանի եւ անգամ կար Քոչարյանի ու Սարգսյանի օրոք։ Սակայն իրական բեկումը տեղի ունեցավ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վարչապետն է, իսկ կաթողիկոսը մնում է ամենայն հայոց։ Այս հայտարարությամբ գուցե ոչ պատահաբար սկսվեց դիմակայության նոր ու բացահայտ փուլ։ Եկեղեցին իր ամենաճանաչված դեմքերով պասիվ սատարողի դերից անցավ քաղաքական գործընթացներ նախաձեռնողի դերին։ Կաթողիկոսի ամենայն հայոց լինելն ու Հայաստանի 4-րդ հանրապետության տեսլականը փաստացի անհամատեղելի են։ Այստեղ արդեն անձերը, կույսերը, կաշառակերները, բռնապետները երկրորդական հարցեր են։ Կա երկու մոտեցում եւ մեկ Հայաստան։ Ակներև է, որ մոտեցումներից մեկը ավելորդ է։ Այսօր մենք ականատես ենք ոչ միայն երկու համակարգերի, աշխարհիկ պետության եւ ազգային եկեղեցու, այլև երկու անձերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կաթողիկոս Գարեգին II-ի պայքարին։ Հարցն այնքան է անձնավորվել, որ կուլիսային լուծումները այլևս քիչ հավանական են թվում։ Արդյոք բախումը տեղի կունենա։ Ցավոք, դրա հավանականությունը ավելի մեծ է։ Եկեղեցին կփորձի պաշտպանվել։ Գուցե, բայց տեսնելով, թե ինչպես առաջամարտիկներին Բագրատ, Միքայել Մկրտիչ սրբազաններին գրեթե առանց մարտի հանձնեցին, դժվար թե եկեղեցական վերնախավը ցանկանա մտնել կասկածելի ելքով լայնածավալ ու նոր պայքարի մեջ։ Ինչպիսին էլ լինեն զարգացումները, ակնհայտ է մի բան, մենք ապրում ենք պատմական ժամանակահատվածում, որտեղ վերաձևակերպվում են հայկական պետականության եւ ազգային ինքնության հիմնարար սկզբունքները, եւ այս գործընթացում յուրաքանչյուրս պետք է լինենք ոչ միայն դիտորդ, այլև սթափ դատող, որպեսզի կարողանանք ճիշտ կողմնորոշվել այս բարդ իրավիճակում։ Հրաժեշտից առաջ նորից հիշեցնեմ, դուք ինձ լայք, ես ձեզ սրտիկներ, իսկ եթե բաժանորդագրվեք, շատ ավելի շնորհակալ կլինեմ։ Իդեպ նաև մեկնաբանություններում կարող եք ձեր կարծիքն ու առաջարկը թողնել։ Ես էլ կարձագանքեմ, կքննարկենք։ Իսկ մինչ այդ ամուր եղեք ու մի քիչ էլ զգույշ կհանդիպենք։